2025 թվականը շրջադարձային է եղել Հայաստանի ժողովրդագրական պատմության մեջ։ Հայաստան վերադարձած քաղաքացիների թիվը գերազանցել է հեռացածների թվին շուրջ 8000-ով, հայտարարել է վարչապետը, ընդունելով պետական կառավարման մարմիններում Սփյուռքի մասնագետների ներգրավման ի-գործ ծրագրի մասնակիցներին։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, թե ինչ ազդակներ են նպաստել այս պրոցեսին։ Երկրի ղեկավարը հիշում է 2014-ին Սիրիայի իրադարձությունների հետ կապված ավելի քան 20,000 մեր հայրենակիցներ հանգամանքների բերումով եկան Հայաստան, սակայն նրանցից քչերը մնացին։ Այսինքն այդ դեպքում էլ ներգաղթ տեղի ունեցավ, բայց գործնականում անմիջապես կամ շատ արագ այդ մարդկանց 90 եւ ավելի տոկոսը Հայաստանից հեռացավ։ Հիմա իրադրությունը այլ է, մարդիկ վերադառնում են, գալիս են Հայաստանի Հանրապետություն, անշարժ գույք են ձեռք բերում, ներդրումներ են անում, այսինքն կապում են իրենց կյանքը կամ փորձում են կապել կամ պիլոտ են անում, եթե կարելի այդպես ասել, ինչքանով է հնարավոր Հայաստանում ապրել։ Եվ նաև այս պրոցեսի տրամաբանության մեջ է մտնում ի-գործ ծրագիրը, եւ երբ որ ի-գործ ծրագիրը մենք սկսեցինք, դեռ այսպիսին չէր իրավիճակը, բայց ես հույս ունեմ, որ ի-գործ ծրագիրը ավելի գործնական վերադարձի, ավելի հուսալի մեխանիզմ կդառնա։ Ի տարբերություն նախորդ տարիների, այսօր հայրենադարձության գործընթացն ավելի շոշափելի ու երկարաժամկետ բնույթ է կրում։ Մարդիկ ոչ միայն վերադառնում են, այլև փոխվում է պետական կառավարման համակարգում կադրային քաղաքականությունը։ Վարչապետը հիշեցրել է աշխարհի լավագույն բուհերի շրջանավարտներին պետական համակարգում ներգրավելու նախաձեռնության մասին։ Այդ ձևաչափով արդեն իսկ 8 նշանակում եմ ես իրականացրել, խոսքը վերաբերում է այն պաշտոնյաներին, ում նշանակում է վարչապետը, այդ նշանակում է, որ բարձրաստիճան պաշտոնյաների մասին է, արդեն առաջիկայում մի շարք դեպքերի հետ կապված որոշումներ ես արդեն ունեմ եւ ուրախությամբ եմ արձանագրում, որ առնվազն մի քանիսը նաեւ ի-գործ ծրագրով հետաքրքրված անձինք են, այսինքն ի-գործի բերումով են առաջին անգամ առնչվել Հայաստանի պետական կառավարման համակարգում աշխատելու հնարավորության հետ։ Ի տարբերություն 2014-ի կամ 2019-20 թվականների, այսօր հայրենադարձման միտումները վստահ են դառնում, նշում է վարչապետը։ Այդ թվում խաղաղության օրակարգի եւ հաստատված խաղաղության շնորհիվ, որովհետեւ սա նույնպես գործոն է, որը մենք անպայման պետք է հաշվի առնենք, եւ նաեւ մենք հիմա ավելի ու ավելի շատ ենք կենտրոնացած Հայաստանի Հանրապետության այսօրվա եւ ապագայի այն ընկալման վրա, որը մենք ձևակերպել ենք իրական Հայաստանի գաղափարախոսության մեջ։ Երկրի ղեկավարը ծրագրի մասնակիցներին ներկայացրել է իրական Հայաստան գաղափարախոսությունը մեկ նախադասությամբ։ Այդ գաղափարախոսությունը նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետության որպես պետության գոյության իմաստը եւ նշանակությունը իր քաղաքացիների անվտանգությունը եւ բարեկեցությունը, ազատությունը, ինքնության պահպանումը եւ զարգացումը ապահովելն է Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքում։ Հայաստանում երկար ժամանակ կար մի խնդիր, գաղափարները հաճախ պարտադրում էին էլիտաները։ 2018-ի հեղափոխությունը հակասել է այդ տրամաբանությանը, քանի որ այն չի ձևակերպվել ուրիշների կողմից ու չի պարտադրվել ժողովրդին։ Վարչապետը հիշում է, 2008-ին, 2013-ին, 2017-ին կային մարդիկ, որ իրենից պահանջում էին հեղափոխական գործողություններ։ Հեղափոխությունը ինքը իրոք չի, որ ինչ որ նեղ տեղում փակ սենյակում բան արվե, որոշվել է եւ պարտադրել։ Եթե նույնիսկ որոշվել է, պարտադրելու ոչ մի մեխանիզմ չկար։ Այսինքն քայլել ենք, մարդիկ եկել են։ Ես նկատի ունեմ մեր իրականության մեջ առաջին հաջող դեպքը ընդ որում շատ երկար ժամանակ, որ մարդիկ տենց մի բան զգացել են, մի բան որոշել են ու իրանց որոշածով ա եղել, այդտեղ էլ է հեղափոխությունը։ Նույն տրամաբանությամբ նաև իրական Հայաստանի գաղափարախոսությունն է ծնվել մարդկանց իրական կյանքում։ Նիկոլ Փաշինյանը հիշում է 2021 թվականի ընտրությունները։ Դուք կհիշեք 2021 թվականի ընտրությունները եւ ընտրություններից հետո խորհրդանում մեր հասցեին հնչող քննադատությունները։ Մեզ ասում են, այս ծրագիրը չեք, այս կետը չեք կատարեն, կետը գրել եք, որ Շուշին պետքա դեօկուպացվի, Հադրութը, չգիտեմ եւ այլն, ու իրոք գրել ենք։ Բայց ես կառավարության ծրագիրը ներկայացնելիս 2021 թվականի օգոստոս ամսին ես կառավարության ծրագիրը ներկայացնելիս այդ թեմային անդրադարձել եմ։
ասել, որ այս քաղաքական այս քարոզարշավը առանձնահատուկ էր նրանով, որ ինքը կենթանի process էր։ Մենք մի տրամաբանությամբ մտանք կենթանի քարոզարշավի մեջ եւ ուրիշ տրամաբանությամբ դուրս եկանք։ Մենք մտանք Շուշին դեօկուպացվելու հանձնառությամբ, դուրս եկանք խաղաղություն հաստատելու հանձնառությամբ։ Վարչապետը կրկնել է, սնուցող մայրերն են իրեն քարոզարշավի ընթացքում պարտադրել փոխել քաղաքական հայացքներն ու օրակարգը եւ արդյունքում ավանդական դաշնակցական գաղափարաբանությունից անցում է կատարվել իրական Հայաստանի գաղափարաբանության, որը ոչ միայն ձևակերպվել, այլև արագ իրականացվել է։ Ես առաջի անգամ իրական Հայաստանի գաղափարախոսության մասին խոսել եմ 2024 թվականի ապրիլին ազգային ժողովի ամբիոնից եւ դրանից շատ հետո տեղի է ունեցել սահմանազատման գործընթացը եւ կնքվել է Ադրբեջանի հետ սահմանազատման համաձայնագիրը, որը առաջին համաձայնագիրն էր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որը դե յուրե պարտադիր ուժ ունի եւ որից հետո եղավ 25 թվականի իրադարձությունները։ Իմ այս երկար պատմությունը ինչի պատմեցի, ասելու համար, որ ես հիմա համոզված եմ, որ ներգաղթի process-ը ինստիտուցիոնալ է լինելու, որովհետև այսօր Հայաստանը կառավարվում է այն տրամաբանությամբ եւ գաղափարաբանությամբ, որը ոչ թե էլիտաների կողմից պարտադրվել է ժողովրդին, այլ ժողովրդի կողմից պարտադրվել է էլիտային, տվյալ դեպքում էլիտա ասելով նկատի ունեմ կառավարող ուժին, որ այդ առումով կառավարում է։ Եվ հետեւաբար կարծում եմ, որ սա նոր իրադրություն է մեր պատմության մեջ։ Նիկոլ Փաշինյանի խոսքով հայրենադարձության process-ները պատահական չեն։ Նա հույս է հայտնել, որ այդ թվում Հայաստան-Սփյուռք հարաբերությունների վերաֆորմատավորմամբ կկարողանան Հայաստանը դարձնել վիպերություն, որի բնակչությունն առաջին հերթին աճում է հայրենադարձության, նաև ժողովրդագրության ռազմավարության իրականացման շնորհիվ, որում մեծ դեր ունի մարդկային ներուժը։ Իգորս ծրագիրը այդ ներուժին հանդիպելու, այդ մարդկանց հետ հանդիպելու համակարգ է, որը հույս ունեմ ժամանակի ընթացքում գնալով ավելի ու ավելի արդյունավետ կդառնա։ Իմիջիալոց հետաքրքիր է, մենք ունենք վիճակագրություն ծրագրի մասնակիցներից ինչքանն են ներգրավված մնացել պետական կառավարման համակարգում, այսինքն մարդիկ, որ եկել են ու տենց էլ միջև հիմա աշխատում են։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնակատարը նշել է, որ նախորդ 5 տարիների ծրագրի մասնակիցների 68-ից 70%-ը մնացել են Հայաստանում։ Նրանցից 15%-ը շարունակում են պետական համակարգում ծառայել։ Ուզում եմ նշել, որ անցյալում մենք ունեցել ենք փոխնախարարներ, գերատեսչության ղեկավարներ, որոնք եկել են իգործից, ծնվել են իգործ ծրագրից, եւ այդ տենդենսը հուսամ, որ շարունակվելու է։ Մեր եթե նայեք պատկերին մեր գործականների կտեսնեք նաև, որ ընդհանրապես երիտասարդ պատկեր է, որը ուղղակիորեն համընկնում է ձեր արտահայտած անմտքի հետ, որ Հայաստանը գրավիչ է մարդկանց համար ոչ թե որոնք ասում են, գիտեք, սա ընդունված բաներ, ես ինքս Սփյուռքում հաճախ լսում եմ, որ թոշակի անցնեմ գնամ Հայաստանում ապրեմ, կամ ուզում եմ որ կներեք կոպիտ կնչի դե գերեզմանս կուզեմ Հայաստանում լինել, բայց մենք ունենք երիտասարդներ, որոնք տեսնում են իրենց ապագան Հայաստանում, այսինքն ճիշտ դրահակապատկերն է մարդիկ, որոնք պատկերացնում են իրենց որպես կայացած մասնագետ, կայացած մարդ, կայացած հուսամ Հայաստանի քաղաքացի հենց Հայաստանում։ Այսօր արդեն ծրագրի նոր 6-րդ հոսքի մասնակիցների թիվը հասնում է 45-ի։ Նրանք Հայաստան են ժամանել աշխարհի տարբեր երկրներից՝ Շվեդիա, Իսպանիա, Ռուսաստան, Նորվեգիա, Հունգարիա, Ֆրանսիա, Հորդանան, Բելարուս, Բրազիլիա, Արգենտինա, Իրան եւ Ավստրիա։ Նիկոլայ Ավետիսյան, լուրեր։